Բարև ձեզ, հարգելի պարոնայք, նախ շնորհակալություն հարցազրույցին մասնակցելու պատրաստակամության համար։ Պարոն Պալասկով, հաղթահարել է արդյոք Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը վերջին տարիներին լեռնահանքային ոլորտում նկատվող համաշխարհային ճգնաժամը, ինչ վիճակում է գտնվում ձեր ղեկավարած ընկերությունը ներկայումս եւ ինչ հեռանկարներ եք նկատում։ Բարև ձեզ, շնորհակալություն։ Ճիշտ նշեցիք, վերջին տարիներում լեռնագործային ոլորտը խորը ճգնաժամ է ապրում։ Այն իհարկե պայմանավորված է համաշխարհային շուկաներում մետաղների գների աննախադեպ ցածր մակարդակով։ Օրինակ, վերջին 5 տարվա ընթացքում 2011-2016 թվականների ընթացքում պղնձի գինը նվազել է 45, իսկ մոլիբդենի 57%-ով։ Դա մեր պարագայում բերել է նրան, որ այդ անկումը հատել է մեր ինքնարժեքի շեմ։ Ընդհանրապես աշխարհում գործող լեռնագործային ընկերությունների մի շարքը, այդ թվում ԶՊՄԿ-ից մի քանի անգամ ավելի խոշոր, կասեցրել են աշխատանքը կամ կրճատել են հազարավոր աշխատատեղեր։ Բայց այն պատասխանատվության զգացումը, որը մենք ունենք մեր ձեռնարկության անցյալի եւ ապագայի հետ իրենց կյանքը կապած աշխատանքային գերդաստանների, մեր մարզի, մեր հայրենիքի հանդեպ թույլ չի տալիս մեզ մտածել կամ գործել զուտ որպես բիզնեսմեններ, գործարարներ։ Մենք համոզված եմ, որ րոպե անգամ իրավունք չունենք հարցի տակ դնենք մեր քաջարանի կոմբինատի վաղվա օրը։ Այսօր ես մեծ հպարտությամբ կարող եմ ասել, որ մենք, ի նկատի ունեմ քաջարանի կոմբինատի կուր կոլեկտիվը, միասնական ուժերով հաղթահարել ենք ճգնաժամի հետ կարևորագույն մարտը եւ կայուն զարգացում ենք ապրում։ Պարոն Ամբարյան, հարցս ձեզ եմ ուղղում։ Հետաքրքիր է իմանալ, թե ինչ միջոցներ են ձեռնարկվել, ինչ քայլեր են կատարվել կոմբինատի կայուն զարգացումը ապահովելու համար։ Շնորհակալություն։ Առաջերտին նշեմ, որ անցած տարիների ընթացքում արմատական, կարելի ասել հեղափոխական փոփոխություններ են տեղի ունեցել մեր ձեռնարկության արտադրական ցիկլի ողջ շղթայում, սկսած բացանքից մինչև պատրաստի արտադրանքի առաքումը։ Ներդրվել են նոր տեխնոլոգիաներ, թարմացվել է ավտոպարկը։ Ռեսուրսների արդյունավետ օգտագործման, խնայողության ռեժիմի խիստ պահպանման, կառավարման նոր մեթոդների կիրառման արդյունքում հաջողվել է էականորեն նվազեցնել արտադրության ինքնարժեքը։ Եվ այդ միջոցառումները շարունակական հետևողական բնույթ են կրում։ Ինչպես հայտնի է, կրիզիսային կառավարումը պահանջում է ոչ ստանդարտ որոշումներ եւ քայլեր։ Եվ դրանցից կարևորներից մեկը մեր պարագայում դա կապիտալ ներդրումների ծավալների չնվազեցնելն էր։ Անցած 3 տարիների ընթացքում ընկերության վերազինման, արդիականացման նպատակով կատարվել է ավելի քան $60 միլիոն կապիտալ ներդրում, ինչը հնարավորություն է տվել ոչ միայն պահպանել արտադրության տեմպերը, այլ նաև լավ նախահիմք է ստեղծել երկարատև հեռանկարի համար։ Եվս մի կարևոր հանգամանք, ճգնաժամի օրասական պահին, սկսած 2014 թվականի երկրորդ կիսամյակից, երբ իմ մատնանշած միջոցառումները նոր էին իրականացվում եւ դրանց արդյունքների մասին խոսելը դեռ վաղ էր, իսկ ձեռնարկությունը դժվարին փուլ էր մտել կուտակված պարտքերով, տարաբնույթ, այդ թվում ֆինանսական դժվարություններով եւ իրական վտանգ կար, հիմա արդեն երևի կարելի ասել, որ իրական վտանգ կար աշխատավարձների ուշացման, մատակարարների, այլ գործընկերների, բանկերի, ֆինանսական կազմակերպությունների նկատմամբ ունեցած մեր պարտավորությունների չկատարման, ել չեմ ասում ձեռնարկության գործունեության կասեցման, ձեռնարկության բաժնետերերը, որոնք ի դեպ մեր ընկերության գործունեությունից 3 տարի շարունակ ոչ մի դրամ շահույթ չեն ստացել եւ ավաղ չեն էլ ակնկալում շահույթ ստանալ ընթացիկ տարվա համար, անվերապահորեն հավատալով, վստահելով մեր ընկերության գլխավոր տնօրեն պարոն Պալասկովին, տասնյակ միլիոնավոր դոլարների ներդրում են կատարել կոմբինատ, ինչը հնարավորություն է տվել խուսափել
այդ պահին շատերի համար անխուսափելի թվացող ցնցումներից։ Սակայն համոզված եմ, որ իմ մատնանշած միջոցառումները հաջողություն չէին ունենա, եթե չլիներ ամենակարևորը։ Մեր ձեռնարկության, մեր բազմահազարանոց կոլեկտիվի, նրա յուրաքանչյուր անդամի սրտացավ վերաբերմունքը մեր հարազատ կոմբինատի նկատմամբ, եւ այդ սրտացավությունը մեր ամենամեծ կապիտալն է։ Պարոն Անվարյան, ձեր թույլտվությամբ կուզեի մատնանշել եւս մի փաստ, ընկերության շահույթի 5%-ը տարիներ շարունակ բաշխվել է մեր աշխատակիցների մինչև որպես պարգևավճար։ 2016 թվականին ընկերությունը շահույթ չի ձևավորել, աշխատել է վնասով, բայց մենք այս տարի եւս միջինացված մակարդակով պարգևավճար ենք տրամադրելու մեր աշխատակիցներին։ Շնորհակալություն։ Ձեր մատնանշած ֆինանսական, տնտեսական դժվարությունները ինչպես են անդրադարձել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի կողմից իրականացվող սոցիալական ծրագրերի վրա։ Այո, շատ տրամաբանական հարց եք տալիս։ Ֆինանսական դժվարությունները օբյեկտիվորեն կարող էին բացասական անդրադառնալ մեր ձեռնարկության կողմից իրականացվող եւ ֆինանսավորող ծրագրերի վրա, սակայն բարեբախտաբար դա տեղի չի ունեցել։ Ձեր մատնանշած ծրագրերը ոչ միայն չեն նվազեցվել, չեն կրճատվել, այլ նաեւ ընդլայնվել են, բարձրացվել է դրանց ֆինանսավորման մակարդակը։ Այն գիտակցմամբ, որ սոցիալական պատասխանատվության, քաղաքականության շարունակական իրականացումը դա մեր ձեռնարկության բնականon գործունեության բաղադրիչն է, ինչը ել ավելի կարևորվում է սոցիալական տնտեսական բարդ պայմաններում։ Մենք շարունակել ենք հավատարիմ մնալ եւ այդ սկզբունքներին եւ մեր որդեգրած բարեկեցություն բոլորի համար կարգախոսին։ 2014-2016 թվականների ընթացքում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը տարատեսակ ծրագրերի ֆինանսավորման եւ կազմակերպման նպատակով, որ իր մեջ ներառում է ինչպես կրթական, մշակութային, սպորտային, առողջապահական, գյուղատնտեսական եւ այլ ծրագրեր, հատկացրել է ավելի քան 11 միլիարդ դրամ։ Առանձնակի կարևորելով կրթված մտածող սերունդ ունենալու անհրաժեշտությունը, միայն 2016 թվականին 100 միլիոն դրամ է հատկացվել Սյունեցի հարյուրավոր ուսանողների ուսման վարձը վճարելու համար։ Մենք դա առանձնակի կարևորում ենք։ Մեր մարզական սպորտային նախաձեռնությունները չեն սահմանափակվել մեր սիրելի Գանձասար Կապան ֆուտբոլային ակումբի ֆինանսավորմամբ։ Մենք ակտիվ մասնակցություն ունենք մանկապատանեկան սպորտի եւ մարմնակրթությանն ուղղված միջոցառումներին, որին մեջ ներառում է ինչպես տարատեսակ ակումբների, խմբակների, մրցաշարերի, այնպես էլ ամառային ճամբարների ֆինանսավորում եւ կազմակերպում։ Այդ նպատակներով մեր ընկերությունը ուղղակիորեն եւ ԶՊՄԿ բարեգործական հիմնադրամի միջոցով անցած տարիների ընթացքում հատկացրել է ավելի քան 2 միլիարդ դրամ։ Մենք առանձնակի ուշադրություն ենք դարձնում, առանձնակի կարևորում ենք մեր ձեռնարկության աշխատակիցների բժշկական սպասարկումը եւ հանգստի կազմակերպումը։ Մեր բոլոր աշխատակիցները եւ նրանց ընտանիքի անդամները ավելի քան 10,800 մարդ ունեն բժշկական ապահովագրություն եւ այդ խնդիրը լուծելու համար ձեռնարկությունը յուրաքանչյուր տարի հատկացնում է ավելի քան 520 միլիոն դրամ։ Անցած 3 տարիների ընթացքում ընկերությունը կազմակերպել եւ ֆինանսավորել է 3180 մարդու, այդ թվում աշխատակիցների եւ ընտանիքի անդամների ամառային հանգիստը ծովափնյա բարձրակարգ կուրորտներում եւ հայաստանյան առողջարաններում ֆինանսավորման ընդհանուր ծավալը գերազանցել է 500 միլիոն դրամը։ Մենք երևի ինչպես գիտեք ամենօրյա ակտիվ մասնակցություն ունենք մարզում իրականացվող քաղաքաշինական նախաձեռնություններին, ենթակառուցվածքների բարելավմանը, հանգստի, ակտիվ ժամանցի, գոտիների ստեղծմանը։ Պարոն Պալասկով, հարցը ձեզ է ուղղված։ Օրերս Երևանում կայացած հաղորդակցության համաշխարհային ֆորումի ժամանակ դուք ձեր ելույթի ընթացքում նշեցիք, որ լեռնագործային ոլորտի ընկերությունները իրավունք չունեն սահմանափակվելու միայն բարեգործությամբ եւ պարտավոր են հետեւողականորեն գործել սոցիալական պատասխանատվության սկզբունքներին հավատարիմ։ Ասացեք խնդրեն, ինչու՞մն է բարեգործության եւ սոցիալական պատասխանատվության տարբերությունը եւ ինչու եք դուք դա հատուկ կարեւորում։ Շնորհակալություն։ Եթե
պատկերավոր նկարագրեմ, բարեգործությունը սովորաբար ուղղված է կոնկրետ լոկալ հրդեհների մարմանը։ Իսկ կորպորատիվ սոցիալական պատասխանատվության շրջանակներում գործելը նպատակ ունի նմանատիպ հրդեհների քանակի մինիմիզացումը կամ բացառելը։ Այդ ուղղությամբ վերջին ժամանակներում կատարված ամենակարևորագույն քայլը գնահատում եմ Սյունիքի մարզպետ պարոն Վահե Հակոբյանի նախաձեռնությամբ Սյունիքի զարգացման եւ ներդրումների հիմնադրամի ստեղծումը։ ԶՊՄԿ-ն այդ հիմնադրամի առաջին դոնորն է եւ ես ընդգրկված եմ հոգաբարձուների խորհրդում։ Համոզված եմ, որ այդ հիմնադրամը տեսանելի ապագայում բազմաթիվ աշխատատեղեր կստեղծի մեր մարզում, նոր շունչ փոխանցելով փոքր եւ միջին բիզնեսին։ Մյուս քայլով այդ նորաստեղծ տնտեսվարողները կարճ ժամկետում կստեղծեն հավելյալ արժեք, կնպաստեն մեր մարզի, մեր հայրենիքի զարգացմանը։ Ես կարող եմ ասել, որ դեռ շատ բան ունենք անելու։ Ես որպես քաղաքացի եւ հետո նոր որպես մեծ ձեռնարկության տնօրեն իհարկե դժգոհ եմ մեր մարզում արկա վիճակով։ Բայց ես համոզված եմ, որ մեր ապագան մեր բոլորիս ձեռքերում է։ Միայն վճռականությամբ եւ միասնականությամբ մենք կարող ենք ռեզուլտատների հասնել, արդյունքի հասնել։ Ես համոզված եմ, որ առաջընթացը անխուսափելի է։